Կերապրեսյան, ուր ենք գնում հիմա, կասեք։ Գնում ենք ֆերմա, իմ ֆերման։ Ձեր տնից մոտավոր ամեն օր քանի կիլոմետր եք գնում գալիս այսպես։ Մի կիլոմետրից պակաս, 700 մետր։ Ընդհանուր ես ինքս ունեմ 40 գլուխ, կով, հորդ, մոզի, վերինչ, ընդհանուր գլխաքանակը 40-ն է։ Ֆերման նրա ամենօրյա կյանքի կենտրոնն է, որտեղ ամեն ինչ իր ժամն ու պատարագը ունի։ Կիթը սկսվում է առավոտյան 5:30, հիմա երբ օրը արդեն ճաշ է դարձել, կենդանիների հանգստի ժամն է, բայց ընկեր Ապրեսյանը մեր խնդրանքը չի մերժում, մեծ սիրով ու պատրաստակամությամբ ուղեկցում է ֆերմա իր մեծ ու փոքր տնտեսության հետ ծանոթանալու։ Կամերաներ ունեմ տեղադրած, տանից վերահսկում եմ։ Պրոժեկտորներ ունեմ դրած, լրիվ լուսավորված է տարածքը, մեջ դրած չի, բայց կդնեմ առաջիկայում։ Ուղղակի կդնեմ, որ կովածն է լուսելեմ, բան անհանգիստ են կլնեմ, կամերով կնայենք, եթե պահն է, որ պետք է արդեն ծնի, կգանք օգնության։ Այս սիլոսի հորն է, տարեկան մի 100-ից 120 տոննա սիլոս եմ կուտակեմ անասունների համար։ Այս մի մասը խոզաբուծական ֆերման է, մայրական է, պահեստներն է, հեսա կգնանք տանիքը մենա մեծ, քանակի եգիպտացորեն ունեն կուտակած։ Ֆերմայում առաջինը մեզ դիմավորում է Պատուլը, Սամվելի երկարամյա աշխատողներից մեկը։ Պատուլ ջան բարև, ո՞նց ես, ես ուր ես գնում, արի հլա ներքև, արի հլա տենանք ինչ կա գոմումը, նորմալ է ամեն ինչ։ Ընչի կեր, պուճուրների, հա կբերեմ, արի հլա ներքև Պատուլ ջան, արի։ Ես շուտ չես եկի, շուտ չես եկի։ Հա։ Ամեն մի դեղ ապեք։ Ընչի դեղ Պատուլ ջան։ Որը։ Ֆերմայի տարածք մտնելուն պես պարզ է դառնում, այստեղ ամեն ինչ հաշվարկված է, սիլոսի հորը, խոզաբուծական հատվածը, անասնապահական հատվածը, աշխատողները, բոլորը մի մեծ համակարգի մաս են կազմում, բոլորը իրենց անելիքը լավ գիտեն, ժամը ժամին, տեղը տեղին, կազմ ու պատրաստ են։ Ուրեմն ես գոմե շինել եմ 0-ից 37-10-ի վրա չափերը, հիմքից սարքել եմ մինչև ծածկ։ Ստեղ կթուկովերն են հիմնականը, մեկ էլ բտման անասունները, այս մի շարքը բտման է, այսինքն մորթի ենթակա։ Օրդակ, սուրմա, չալո, բուրչուլ, տենց անուններ դրվել է էլի կովերին, համեք մի անուն ունեն։ Մարդիկ կան ասում են անասուն է, բայց խելացի շատ կենդանի է կովը, շատ խելացի կենդանիներ են։ Շատ զգայուն, ամեն ինչի նկատմամբ։ Օրինակ մի տարի անասնապահիս հետ գնացինք Սար, ուրեմն մի հատ կանչեց կովերին, հո կովարի, իմ անասունները այդ նախիրի ջոգվեցին ու եկան այդ իրա պահողի մոտ։ Սամվելի ֆերմայում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ մարդկային գործոնը նվազագույն լինի։ Օրինակ ավտոմատ ջրային համակարգը կենդանիներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ջուր խմել։ Սամվելը ցույց է տալիս ինչպես է աշխատում համակարգը, բայց ավելացնում է՝ կովը ինքն էլ գիտի, երբ ու որտեղ սեղմի, որ ջուրը լցվի։ Ստեղ աղն ենք դնում, որ կովը ուտի։ Մյուս կողմն էլ ջուրն է ինքը խմեմ, իր ուզած պահին սխմում է, ջուրը գալիս է խմում է։ Այս պրոցեսը իրանք են անում էլի, ես ուղղակի ես ձեռով։ Կով պահելը եւ մնացած գյուղատնտեսական ճյուղերով զբաղվելը մեծ ջանք ու նվիրում է պահանջում, բայց առաջին հերթին ճիշտ հաշվարկներ է ենթադրում։ Օրինակ Սամվելը մասնագիտությամբ շինարար է ու ընդամենը 12 տարվա պատմություն ունի նրա ֆերմերության ուղին, բայց այսօր գյուղում ու տարածաշրջանում մրցունակ է թե իր արտադրանքով, թե անասունների գլխաքանակով։ Ուրեմն լավ կերակրել, հիգիենան պահել, ամենակարևոր բաները դա է, օդափոխությունը տեղը պահել, ջերմությունը պահել, օրինակ հիմա ցերեգա տաք է, պետք է օդափոխություն արվեր, որ այսքան շոկ չլեր գոմը, որը ազդում է կաթնատվության վրա։ Կաթը մթերում ենք Ալավերդու կաթի վերամշակման գործարանին,
Կթեմ ենք մեքենայացված, ոչ թե ձեռով, այսինքն ավելի հիգենիկ է կաթը, քան թե ձեռով կթածը։ Իմը հիմնականում կազմակերպչական մասն է, այ կերերի հիմար ջաղաց ունենք, այս եգիպտացորենը մաքրում ենք կոճղերից, այս եգիպտացորենը մաքրում ենք, բանից մաքրում ենք, այս կերաղասն է, ստեղ աղում ենք, ստեղ որ ազատալ եմ, այդ կերը խառնում ենք, չնայած կերախառնիչ էլ եմ սարքել, հլա դեռ չի տեղադրված, վերևը տենց տարածք ունեմ, ընդեղ պետք է տեղադրենք, որ այդ ամեն ինչ ընդեղ լի։ Կերերը պահեստավորում ենք բոճկեքի մեջ, ու ասենք ամենքին իր հասանելիք չափով կերակրեմ։ Ձեր հարմարությունը ստեղծել եք կարճ ասած, որ Հա, ամեն ինչ հեշտ լինի։ զերոյից ստեղծել եմ, ամեն ինչ հիմքից դրել եմ, այս մեծ ծախսեր, մենակ մի թիվ ասեմ, մենակ 900 մետր տրուբա կա այս գոմի վրա։ Չեմ ասում եվրոպական մակարդակյա, բայց հնարավորինս աշխատել ենք, որ քիչ աշխատատար լինի, էլի։ Ընկեր Ապրեսյանի օրինակը հերթական անգամ ապացուցում է, որ թոշակառու լինելը դատավճիռ չէ, այլ պարզապես տարիք է, իսկ ընտրությունը, թե ինչպես ապրել այդ տարիքում, մնում է մարդուն։ Որ ասեմ չկա, եկամուտ կա, որ ասեմ այնա, որին ակնկալում եմ, էդ էլ չի, բայց սխալա, որ ասում են անասնապահությունից եկամուտ չկա, կամ օգուտ չկա, եթե չլիխի եմ պահում, կարա մարդը թոշակը դնի, անասուն պահի ու մատը ծծելով գնա եսիմուր, չէ, կա, ես ասում եմ, պետք է բիզնես ծրագիրը շատ ճիշտ վերլուծվի, որ եկամուտը նորմալ լի։ Գյուղատնտեսությանը հարող գրեթե բոլոր ճյուղերով զբաղվում է զրուցակիցս, էլ խոզաբուծություն, էլ անասնապահություն, էլ հողագործություն, այգեգործություն, էլ մեղվաբուծություն, մի խոսքով բոլորի մեջ մասնագիտացած է։ Ու փառք Աստծո, բոլոր ճյուղերում լուրջ հաջողություններ է գրանցում։ Դժվար է չէ պատկերացնել 70 անց այս մարդու հնարամտության սահմանները։ Այո, սա իրական պատմություն է թոշակառու լինելու, բայց թոշակառու մարդու կյանքով չապրելու մասին։ Էս էլ մեր խոտի պահեստն է, ստեղ աշնանը պահեստավորում ենք, որպեսզի ձմեռվա ընթացքում կարենանք անասուններին կերակրենք։ Մոտ տարեկան քանի հակաձես պետք, որ կենդանիները սոված չմնան։ Ոչ պակաս 2000 հատ։ Դրան գումարած մի 100-120 տոննա սիլոս։ Դրան գումարած 4 կերեր հատիկային։ Հեսա գնանք նայենք, մոտավորապես մի 15-20 տոննա եգիպտացորեն ունեմ, մի 10-15 տոննա ցորեն ունեմ։ Սամվելը խոստովանում է, ֆերմեր է դարձել կարդալով, սովորելով, մասնագիտանալով։ Կարևորը այսօր նա դժգոհ չէ իր ընտրությունից։ Առողջ կյանք ու կենսակերպ է վարում ու հավերժ երիտասարդ մնում։ Նույնը խորհուրդ է տալիս բոլորին։ Ես գրականություն եմ միշտ կարդում, ասենք անասունը ոնց պահել, ինչ անհրաժեշտ բաներ կիրառել անասունի նկատմամբ։ Հիմնականում կարդալով գրականությունից օգտվել եմ ու հասել դրան։ Ոչ թե ես հենց դրա մասնագետն եմ, այլ կարդալուց մի քիչ մասնագիտացել եմ, էլի։ Մենք հրաժեշտ ենք տալիս ֆերմային ու պատուլին, բայց ոչ զրուցակցիս։ Ուղևորվում ենք դեպի ընկեր Ապրեսյանի տուն, որտեղ նրա կինը տիկին Շուշանիկն է մեզ սպասում։ Գնանք տուն, տիկինս մեզ է սպասում, գնանք համ ձեզ հյուրասիրեմ, համ իմ տուն եկենց ընտանիքը տենակ, ու ձեր գնահատականը տակ։ Պարզվում է նաև շատ հյուրընկալ մարդկանց օջախում ենք, որտեղ տանդուռը եկող գնացողի առաջ միշտ բաց է, սեղանը լիքը։ Տիկին Շուշանիկի բացված սեղանը միշտ ու բոլոր դեպքերում աշխատասիրության մասին է։ Էս էլ իմ շինած գինին է, երիտասարդ տարիքից գինի եմ խմում։ Ամեն տարի իմ գինին ունենում եմ։ Օղի եմ թորեմ, ունեմ հոնի, սալորի, խնձորի, տարբեր օղիներ ունեմ։ Մեծ քանակ էլ ունեմ, բայց խմող չկա։ Սեղանին դրել ենք պանիր, մեղր, կարակ, ռաժան, մեր լորվա բարբարով ասած, ու մոթալ, մեկ էլ թխվածքը, որ ցորենյա լյուրով մեր ձվով, մեր պոպոքով,
պատրաստված թխվածքը։ Մերը ստեղծածն է, մենք ախորժակով ուտում ենք, մեր երեխեքին տալիս ենք, իրանք էլ են ուտում, գիտեն, որ մեր արտադրած Մաքուր արտադրածն է։ թրքն է։ Մարդը ինչքան մարդուն հաց հյուրասիրում է, հաց ասելով ուտելիք։ Այնքան Աստված իրան շատ կամենում է ու շատ է տալի։ Մենք եթե ինչ-որ օրինակ 3 խաշ ենք ունեցել ու հյուրասիրել ենք շատ մարդկանց, 3 մեծ սեղան ենք բացել, հյուրեր ենք ունեցել։ Տիկին Շուշանիկն էլ իր հերթին պատմում է իր առօրյայի մասին, էլի 70 անց ու էլի աշխատանք։ Նա ղեկավարում է մեծ տղայի բացած գյուղատնտեսական խանութը, կենդանիների կերերի ու անասնաբուժական դեղորայքի վաճառքով է զբաղվում։ Ամուսինը ֆերմայում է, ինքը խանութում, ամբողջ օր աշխատում են, երեկոյան միասին տուն գալիս, իսկ ֆերմայի ու խանութի համագործակցությունն ընտանիքում կատակով են մեկնաբանում։ Ես կերերի խանութ ունեմ, իրան անասուններին կեր եմ մատակարարում։ Ես որ գնում եմ խանութից բան առնելու, փողը վճարում եմ նոր տան։ Թե չէ չի տա։ Ինքը գնում է ֆերման, ընդեղ ղեկավարում, ես էլ գնում եմ խանութը, իհարկե ես էլ աշխատողներ ունեմ։ Աշխատում ենք իրիկունը միասին տուն ենք գալի։ Մեր առօրյան հիմնականում այդպես է։ Միտեղ հյուր ենք գնում մի օր մենք ենք հյուր ընդունում։ Այդպես օրը անցնում է։ Ֆերմայում ոչինչ չեմ անում։ Ոչ մի գործ։ Ես իմ խանութն ունեմ, ինքը իր ֆերման, բայց համագործակցում ենք, էլի։ Իմիջիայլոց Սամվել Ապրեսյանը, որին բոլորը ընկեր Ապրեսյանով են դիմում ու ճանաչում, երկար ու հարուստ աշխատանքային ճանապարհ է անցել։ Տասնամյակներ շարունակ աշխատել է ոռոգման համակարգերում, եղել է ձեռնարկության տնօրեն, կոոպերատիվ է հիմնել։ Դժվարությամբ է հիշում մեկ օր, որ պարզապես պարապ նստած լինի։ Նրա ողջ կյանքը անդադար աշխատանքի ու աշխատասիրության մասին է։ Մինչ այդ մի 23 տարի ելել եմ ոռոգման համակարգերի ձեռնարկության տնօրեն։ Կոոպերատիվ եմ ստեղծել, Ալավերդու 3-րդ կոոպերատորն եմ ելել։ Մեծ ծավալի շինարարական, մասնագիտությամբ ես շինարար եմ։ Մեծ ծավալի շինարարական աշխատանքներ եմ արել։ Դրանից առաջ աշխատել եմ շինվերանորոգման վարչությունում մի 17 տարի։ Այսինքն բանակից եկել եմ աշխատել Դավթյան Գուրգենասը, ինչ կարող է լսածել եք։ Այնտեղ 17 տարի աշխատել եմ, դրանից հետո 88 թվին շինարարական կոոպերատիվ եմ ստեղծել, մի 3-4 տարի այնտեղ աշխատել ու այս ոռոգման համակարգն 23 տարի։ Բայց եթե չլիներ այն ամենը, ինչով հիմա զբաղվում են, գուցե իրենք այսպիսին չլինեին։ Ամենակարևորը փորձով հարուստ ու իմաստացած։ Ամուսիններով գտել են այս տարիքում ճիշտ ապրելու սեփական փորձված բանաձևը։ Առավոտ շուտ տանից դուրս են գալիս, աշխատանքի գնում, համ իրենց կյանքը իմաստավորում, համ էլ կայուն եկամուտներ ապահովում իրենց երեխաների ու թոռների համար։ Երջանիկ են, խաղաղ են ու լավ են։ Դե մենք դեռ չենք մտածում, որ ծերացել ենք։ Մենք մտածում ենք, որ ջահել մնանք երիտասարդ։ Աշխատանքը ճիշտն ասած երիտասարդացնում է, չեմ ասում լրիվ երիտասարդ ենք մնում, բայց եթե դուրս ենք գալի, շփվում ենք, տեսնում ենք, որ կյանքը շարունակվում է։ Ես մտածում եմ, եթե տուն նստենք երկուսս էլ, արդեն ձանձրալի կանցնի։ Այս սկզբունք ունեմ, մարդն չի ածնկան աշխարհ գալի։ Այսինքն մի բան ստեղծի ու գնա հանգստի։ Մի փաստ ասեմ, այս տունը ես իմ ձեռով սարքել եմ 26 տարեկանում իմ տանը իմ հարսանիքը արել։ Դե հիմնարկը, որ աշխատում է այդ ոռոգման, շատ խալմաղալոտ հիմնարկ էր։ Մի քանի հազար մարդու հետ գործ ուներ, գյուղացու հետ, ու ասենք այս սեփականաշնորհը որ էլ դեռ մարդիկ չէին ընտելացել, որ ջրի համար պետք է վճարեն, ջուրը պետք է չգողանան, պետք է գույքը չփչացնեն, բան։ Այս խնդիրներ ելնեմ, մի օր ջղայնացած եկա դիվանին պարկեց, ժամը 5-ներ։ Մեկ էլ հարցս եկավ, թե պապ ես ինչա հիվանդ ես, ասի չէ, հոգնած եմ, գլուխս ցավում է։ Տղես եկավ, թե պապ ես ինչա հիվանդ ես, ասի չէ, հոգնած եմ։ Շուշանիկն եկավ, թե ինչա հիվանդ, ասի դե երիքա զզվածրիկ էլ է, ուրեմն ես մեր տանը դիվանին պարկելու իրավունք չունեմ, այդ տենց հայել է։ Ասինքն ես դիվանին երբևէ չեմ եկել ցերեկով պարկել, որ պետք է հանգստանամ։
Կխոսեն նաև ոլորտի դժվարություններից, այնպես չի, որ ամեն ինչ հալած յուղ է եղել, իրենց էլ ամեն ինչ հեշտ է տրվել, չէ, շատ են բախվել դժվարությունների հետ, բայց կանգուն են մնացել, գիտեն ինչպես ընկնել, հետո մեջքը ուղղել ու ոտքի կանգնել։ Մարդը մի հատ կով է պահում, տարեկան 100 տուկա այդ կովը ձմեռը ուտեմ, որը արժի 100,000 դրամ, օրինակ իմ։ Ձմեռը պահում է, ամառը տալիս է մեկ ուրիշին, տանում է սարը կթեմ, բերեմ մի 100,000 փող է տալի։ Այսինքն խոտի փողը։ այդ խոտի փողն է մենակ տալի։ Ինքն էլ ասենք մի ամիս, երկու ամիս կթած ալեմ, թող մի տոննա էլ ինքը կաթլի կթած։ Այդ մի տոննա կաթնել 150,000 դրամ է։ Էլի ասում են բաժանում ես 12 ամսվա վրա, այդ մարդուն 10,000 դրամ փող է մնում ամսական։ Իսկ ընտանիքը հիմա 10-20,000 դրամ ամսական դա եկամուտ չէ, չի կարում այդ մարդը գոյատել։ Դրա համար կտրեմ է դրանից։ Կամ խոպանա գնեմ, կամ գնեմ շինարարությունում աշխատեմ, կամ ինչ-որ մի բան։ Եվ վերջում նրանց մտածողությունն է, որ ամբողջացնում է այս պատմությունը։ Պատմություն, որ ապրում է Լոռվա բարձր սարերի վրա, երկնքին շատ մոտ, ժամանակի հարայ հրոցից հեռու։ Պետք է բոլորը մի նպատակ ունենան, նենց անեն պետությունը հզորանա, վերջը ինչքան պետությունը հզորելի այնքան մեր ապրած ձևը գնալով կլավանա էլի։ Պետք է մարդիկ չփչացնեն պետական ունեցվածքը, գույքը, ամեն ինչ մաքուր պահեն, ինչ մեկ պատտվում է սկեղտ, աղ, ինչ ասես թափում են։ Մարդը ոնց կարա ավտոյից սիգարետը տրասայի մեջ շպրտի կամ ծխախոտի պաճկել ճամրթի շպրտի մեկ էլ դիմացի ավտոյի ճակատին խփի։ Սեղանի շուրջ գինու բաժակներով ապրեսյանները կենաց են ասում խաղաղության, լավ կյանքի ու լավ ապագայի համար, որ իրենց երեխաներն ու թոռները ապրեն արժանապատիվ ուժեղ երկրում։ Թող խաղաղությունը լի, մարդիկ լավ ապրեն, լավ երկիր ստեղծենք, լավ ապագա ունենանք, որ մեր երեխեքը թոռները լավ կյանքով ապրեն։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։